Դուք դիտում եք առաջին լրատվականի հիմնական թողարկումը, բարի երեկո, առաջարկում եմ նախ մի քանի տողով ծանոթանալ մեր լրազամբյուղին։ Ժամանակակից տեխնիկա թափանցիկ շփում վերակառուցվել և վերազինվել է ոստիկանության Մաշտոցի անձնագրային բաժանմունքը։ Կապույտ վառելիք մայրաքաղաքային համայնքներին, Աջափնյակ համայնքի 16-րդ թաղամասը գազիֆիկացվում է։ Պարտականություններ մեջ թերացող և անարդյունավետ համատիրություններ պետք չեն, Երևանի քաղաքապետի առաջին և խոստումնալից հանդիպումը համայնքապետերի հետ։ Բողոքի ցույց ընդդեմ պատմագողության, ամերիկահայերի ցույցը ցեղասպանության տարիներին գողացված և Գեթի թանգարանում ապօրինաբար պահվող Զեյթունի ավետարանի 8 պատկերազարդ էջերի վերադարձի համար։ Հայոց իրավունքների ավետարանն 91 տարեկան է, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որով գծվեց հայ-թուրքական սահմանը, անբեկանելի է, անժամանցելի, վերջնական ու պարտադիր։ Ինչպես զարգացնել հայ-թուրքական գործարար կապերը փակ սահմանի պայմաններում, 50 թուրք գործարարներ Երևանում են արդյունաբերության և առևտրի փոխգործակցության եզրեր գտնելու նպատակով։ Նոյեմբերի 29-ին և 30-ին Հայաստան նախագահը կլինի Վրաստանում, բացի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի քննարկումից, նախատեսված է մի շարք ոլորտներում հայ-վրացական գործակցության զարգացման ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Հայաստանը կարևորում է աշխարհում աստիճանաբար իր դիրքերն ամրապնդող Աֆրիկյան միության հետ համագործակցությունը, ընդունելով մեր երկրում Սենեգալի նորանշանակ դեսպանին, նախագահ Սարգսյանը ողջունելի է համարել այդ միության ակտիվ անդամներից մեկը հանդիսացող Սենեգալի մշտապես հանդես գալը խաղաղության ու համագործակցության օգտին։ Երկուստեք կարևորվել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաև ֆրանկոֆոնիայի շրջանակում փոխգործակցությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրների։ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նոր նորքի և աշտարակի բաժանմունքներից հետո վերակառուցվել ու տեխնիկապես վերազինվել է Մաշտոցի անձնագրային բաժանմունքը։ Կապիտալ նորոգումը պայմանավորված էր աշխատասենյակների, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման ու կոմունալ հարմարությունների անմխիթար վիճակով։ Ծախսվել է շուրջ 60 միլիոն դրամ։ Քաղաքացիների սպասարկումն առավել արդյունավետ և թափանցիկ իրականացնելու համար բաժանմունքը համալրվել է տուրքերն ու վարչական տուգանքներն ընդունող էլեկտրոնային տերմինալով ու համակարգչային տեխնիկայով։ Ոստիկանապետի համոզմամբ իրականացված բարեփոխումների արդյունքում զգալիորեն կբարձրանա քաղաքացիների սպասարկման որակը և կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը։ Վլադիմիր Գասպարյանը հատկապես կարևորել է հանգամանքը, որ բաժանմունքի վերանորոգման ու տեխնիկական վերազինման աշխատանքներն իրականացվել են ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին։ Եթե նախկինում տեսել եք այս բաժանմունքը, ինչպես ասում են, մի մետրի վրա 4 հոգի հավաքված եւ այդ պայմաններում ուղղակի քաղաքացուն ոչ ժպտալ է լինում, ոչ էլ քաղաքացին կարող է բավարարված լինել։ Իսկ ընդարձակ պայմաններում ես կարծում եմ, որ ժպիտները ավելի ընդարձակ կլինեն։ Տոնական ջերմություն մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում։ Տասնամյակներ շարունակ կապույտ վառելիքից զրկված բարձրահարկի բնակիչները շուտով հրաժեշտ կտան ճաշը վառարանի վրա պատրաստելու սովորությանը։ Հայտնի SSSR-ի շղթայի 14-րդ օղակի գազիֆիկացումը մոտենում է ավարտին, անվտանգության պայմաններն ապահովված են, նորմերի խախտումները վերացած։ Աշխատանքներին ծանոթացել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, որին էլ բնակիչները դիմել էին շենքը գազիֆիկացնելու խնդրանքով։ 16-րդ թաղամասի 3-րդ շղթայի 14 համարի շենքն է։ Խորհրդային տարիների լոկալ ջեռուցման դադարումից հետո մարդիկ այստեղ արդեն 2 տասնամյակ բնակարանները ջեռուցում են փայտե կամ էլեկտրական հոսանքի վառարաններով։ Նախագծային նորմատիվները թույլ չեն տվել, որպեսզի շենքում գազիֆիկացում կատարվի։ Անհամատեղելի էր քաղաքի կենտրոնում այդքան զարգանում, կառուցում, կառուցապատվում եւ ծայրամասերում խնդրեմ, երբ ծայրամասերից հարյուրավոր կիլոմետր հեռու սահմանամերձ գյուղերում գազ կար, իսկ քաղաքին այսքան մոտիկ թաղամասում գազ չկար։ Ընթրիկը գազօջախի վրա չպատրաստելու տարբերակներին անցած 20 տարիների ընթացքում Տիկին Ժորժետն ու նրա հարևանուհիները վարժվել են, բայց չեն համակերպվել։ Պարբերաբար դիմել ու բողոքել են տարբեր ատյաններ։ Երկար տարիներ բողոքել ենք, նամակներ ենք գրել, մարդիկ խմբերով գնացել են կառավարություն, բայց նոր հասանք արդյունքի։ Շենքի բնակիչները գազ կստանան առաջիկա օրերին, թեև գազիֆիկացումն այս տարի նախատեսված չէր։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ հակահրդեհային եւ անվտանգության բոլոր նորմատիվները ապահովելուց եւ թերությունները վերացնելուց հետո շենքում արդեն մի քանի օր է սկսվել են գազիֆիկացման աշխատանքները։
Արդեն կատարված է աշխատանքի 70%-ը։ Պատրաստ էին չուլաններ, սենյակներ էին ավելացված, մտել էին այդ տարածքները, բնակիչները շենքը բերել էին նախագծային տեսքի, ապահովեցին բոլոր պայմանները, այսօր այդ հարցը խնդիրը արդեն լուծված է։ Իրենց խնդրանքին արձագանքելու համար շենքի բնակիչները շնորհակալ էին վարչապետին։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ կառավարության ղեկավարը շրջեց եւ բացեց շենքի հենց առաջին բնակարանի դուռը։ Պատրաստ եք իմ պայմանների Թաղամասի բնակիչների խոսքով բազմահարկ բնակելի շենքի պայմաններում շատ դժվար է եղել նորմալ ջեռուցում ունենալ, իսկ էլեկտրականությամբ ջեռուցումը թանկ է նստել ընտանեկան բյուջեների վրա։ Գազիֆիկացման ցանկություն ի դեպ հայտնել են նաև համայնքի մյուս համատիրությունները։ Աշխատանքները կիրականացվեն միայն այն դեպքում, եթե շենքերը բերվեն նախագծային տեսքի, նախազգուշացնում ու խոստանում է գործադիրը։ Տեսեք, գազը արդեն եկե հասել ասներ, մեկ էլ տեսնում եք, Մենք էլ պարթարում ենք ասներից գնալու է անկողքի շենքը, հենց ձեր շենքում էլ բացվեն այդ տարածքները, անհապաղ շենք լավ լինեք։ ապրեք, շնորհակալ ենք, ապրեք։ Անակնկալի եկանք եւ շատ ուրախ ենք, հույս ունենանք, որ կարողանանք ներքին ջեռուցումն էլ ապահովել։ Իսկ 16-րդ թաղամասի 3-րդ շղթայի 14 համարի շենքի բնակիչները շտապում են օր առաջ ձեռք բերել նոր գազօջախներ։ Լուսինե Մկրտչյան, Հակոբ Սարգսյան, Առաջին լրատվական։ Համատիրությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման, հաջորդ տարվանից կառավարման միասնական մոդելի ու աշխատանքային նոր ծրագրի ներդրման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի հրավիրած խորհրդակցության ժամանակ։ Տարոն Մարգարյանն նշել է, որ այսօր համատիրություններից շատերը հավաքագրած միջոցների 70-ից 80%-ը հատկացնում են իրենց աշխատավարձի ֆոնդին եւ միայն չնչին մասն են ուղղում իրենց պարտականությունների կատարմանը։ Այնինչ բնակիչների սպասելիքներն արդարացնելու համար անհրաժեշտ է ունենալ ճիշտ հակառակ պատկերը։ Պարտականություններին մեջ թերացող եւ անարդյունավետ համատիրություններ ըստ քաղաքապետի մեզ պետք չեն։ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին եւ կոմունալ բաժինների պետերին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել համատիրությունների բյուջեի ձևավորմանն ու նախատեսված ծախսերի իրականացմանը, պարտադիր նորմերի պահպանմանն ու բնակչությանը ներկայացվող պարբերական հաշվետվություններին։ Այս ոլորտի համար 2012 թվականը պետք է լինի բեկումնային, ընդգծել է քաղաքապետը։ Այն շենքերը եւ այն համատիրությունները, որոնք իրականում իրանք իրան շենք կարողանում պահել, ավելի շատ վնաս են տալիս այդ շենքերին եւ մեր բնակիչների դժգոհությունն են բարձրացնում, որտեղ գումարները հավաքում իրանց աշխատավարձ են տալիս, պետքա փորձենք այն նման համատիրություններին ուղենք մեծ համատիրություններ, այն կայացած համատիրությունների շարքը, որ կարողանան կայացնեն այդ համատիրությունը եւ նաեւ մեծ համատիրությունները ավելի հնարավորություն կունենան մեծ աշխատանք կատարելու։ Եվս մեկ տեղեկություն թիմ համակարգից Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավարը Հրայր Անտոնյանն է։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին։ Քաղաքապետը կարևորել է թիմային աշխատանքը անկախ անձերի փոփոխությունից։ Տարոն Մարգարյանը սրտացավ աշխատանքի, բնակիչների հետ հարաբերություններում նոր մշակույթի ձևավորման հորդոր է ուղղել։ Բնակիչների բարձրացրած արդարացի բողոքները միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինեն ու ստանան համապատասխան արձագանք, ասել է նա։ Հիշեցնեմ, որ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Էդուարդ Մուշեղյանը աշխատանքից ազատվել է 3 սեփական դիմումի համաձայն։ Պետական եկամուտների կոմիտեի հարկատու 3 համակարգը ճանաչվել է լավագույնը Վրաստանում անցկացված կիբերանվտանգության, տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ 2011 միջազգային ամենամյա մրցանակաբաշխությանը։ Այն անցկացվում է 4-րդ անգամ, մասնակցել են Եվրոպայի, ԱՊՀ երկրների 10-ից ավելի պատվիրակություններ, ներկայացրել պետական հատվածի 11 խոշորագույն էլեկտրոնային նույնականացման քարտերի, էլեկտրոնային առողջապահության, ապահովագրության եւ այլ նախագծեր։ Հարկատու 3-ը բազմաֆունկցիոնալ ճկուն համակարգ է, հնարավորություն է տալիս հարկային վարչարարությունը կազմակերպել էլեկտրոնային միջավայրում, նվազեցնել ՊԵԿ աշխատակից տնտեսվարող անմիջական շփումը, ՊԵԿ-ի ստուգումների քանակը։ Հարկատու 3-ի շնորհիվ Հայաստանում առաջին անգամ հարկվճարողներն սկսեցին հաշվետվությունները, ՀԴՄ-ների շրջանառությունների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնել եւ հարկային հաշիվները դուրս գրել էլեկտրոնային եղանակով։ Սա եւս մեկ անգամ փաստում է, որ այսօր պետական եկամուտների կոմիտեն ի վիճակի է եւ հնարավորություն ունի եւ ընձեռնում է հնարավորություն մեր հարկվճարողներին բարձր որակի
ծառայություններ մատուցել, էլեկտրոնային ծառայություններ մատուցել ոչ թե միայն Հայաստանի Հանրապետության մասշտաբով, այլ արդեն միջազգային ստանդարտներին համապատասխան։ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում զինծառայողների եւ քաղաքացիական անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի։ Բանն այն է, որ զորամասին մոտեցել է այսպես ասած գոլդ պետհամարանիշով մի մեքենա, որում եղել է 4 երիտասարդ ալկոհոլի ազդեցության տակ։ Իրենց հարազատին տեսնելու նպատակով զորամաս այցելած երիտասարդները չեն ենթարկվել պահակակետի սերժանտների կարգապահական հրահանգներին։ Ծավալվել է վեճ, ապա ծեծկռտուք։ Ժամկետային մի քանի զինծառայողներ ստացել են մարմնական վնասվածք։ Քաղաքացիական անձինք փախուստի են դիմել, որի ընթացքում իրենց ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել ժամկետային զինծառայողի, որ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, բերման է ենթարկվել 5 անձ, նրանցից մեկը ձերբակալվել է։ Հայտնաբերվել են նաև նրանց պատկանող BMW եւ Porsche Cayenne ավտոմեքենաները։ Որոնողական միջոցառումներ են իրականացվում միջադեպի մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Նկատի ունենալով, որ այսօրվա դրությամբ քաղաքացիական անձանց կողմից կատարվող նմանատիպ գործողությունները եզակի չեն, այսօր գործող աշխատանքային խմբում, որը նախապատրաստում է քրեական օրենսգրքի զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխի փոփոխություններ եւ լրացումների նախագիծ, առաջարկվել եւ հավանության է արժանացել այն, որպեսզի մեր քրեական օրենսգիրքը ներառի նաև համապատասխան հոդված, որը կսահմանի քրեական պատասխանատվություն, զորամաս կամ զինվորական պահպանվող այլ տարածք սահմանված կարգի խախտմամբ մուտք գործելու կամ բնականաբար դրա փորձի համար։ Ամերիկյան մամուլը վերջին օրերին կրկին անդրադարձել է Զեյթունի ավետարանի ժամանակին կորած եւ այժմ Գեթի թանգարանում պահվող 8 էջերի դատական գործին, որն անցած տարի հարուցվել էր Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսության հայցի հիման վրա։ Դատարանն օրերս կողմերին 120 օր է տվել միջնորդի օգնությամբ բանակցելու համար, սակայն հայ համայնքը հակված չէ զիջել Սուրբ գրքի էջերը հետ պահանջելու իր իրավունքը եւ բողոքի ակցիա է կազմակերպել թանգարանի առջեւ։ Ցուցարարներին միացել է իմ գործընկեր Լիլիթ Սետրակյանը։ Հայտնի Փոլ Գեթի թանգարանի դեմ ամերիկահայերի իրավական կռիվը շարունակվում է։ Այն սկսվել էր, երբ համայնքը թանգարանի ցուցանմուշների մեջ հայտնաբերել էր Զեյթունի ավետարանի 8 էջերը, որոնք գողացվել են ցեղասպանության տարիներին։ Աշխարհահռչակ թանգարանի դեմ դատական հայցն անցած տարի հարուցել է Կիլիկիո կաթողիկոսությունը։ Թանգարանը դիմել է այն կացեցնելու միջնորդությամբ, ինչը դատարանն օրերս մերժեց, կողմերին 3 ամիս ժամանակ տալով համաձայնության գալ։ Գեթիի տնօրինության ու ամերիկյան դատարանին իր շահագրգռությունը հայտնելու համար հայ երիտասարդները ցույց էին կազմակերպել թանգարանի մուտքի առջև եւ հայտարարում էին, որ հետամուտ են լինելու Զեյթունի ավետարանի էջերի վերադարձին։ Հայ ժողովուրդը արդյունե աս թադի միջոցով պետք է վերադարձնենք աս 7 էջերը մեզի համար կարևոր է եւ Սուրբ Գիրք է վերջի վերջո։ Սա ոչ միայն կորուստն է, որ մեր ժողովուրդն ա կրել, այլ նաև մեր մշակույթը։ Հոս քալով ցույց կտանք իրենց, որ ինչ կարևոր հարց է ասիգա եւ որ կողծված բաներն, որ մեր երկրի հետ պետք ունի։ Զեյթունի ավետարանը թվագրվում է 13-րդ դարով 1256 թվականին այն պատկերազարդել է Թորոս Ռոսլինը։ 15 թվականի ցեղասպանության ընթացքում Զեյթունից փախչող հայերն այն իրենց հետ տանում են Մարաշ, որտեղ Սուրբ Գիրքը ի պահ է տրվում գերմանական հիվանդանոցում աշխատող մի հայ բժշկի։ Նա էլ 1920 թվականին Միացյալ Նահանգներ տեղափոխվելիս կտրում եւ հետը բերում է ավետարանի ամենագեղեցիկ պատկերազարդված նախաբանի 8 էջը։ Տասնամյակներ հետո 1994 թվականին բժշկի ընտանիքը թանկարժեք էջերը դնում է աճուրդի։ $950,000 դրանք գնում է Գեթի թանգարանը։ Հայաստանը իրավունք ունի հավաքելու իրենց եկեղեցական, իրենց պատմական թուղթերը եւ բերեն Հայաստան։ Զեյթունի ավետարանն այժմ պահվում է Մատենադարանում, որտեղ մինչև վերջերս տեղյակ չէին կորած էջերի գտնվելու վայրի մասին։ Կարեկին կաթողիկոսին վեհապարին հետ խոսեցանք, թադի թուղթերը ամեն իրենց տեղյակ կբահենք, մշակույթի նախարարուհին հետ կապվեցանք եւ Մատենադարանի հետ եւ իրենց նամակներ ունենք, որ մենք իրենց իրավունքները կներկայացնենք աստադի մեջ։ Դատարանում հայկական կողմի շահը ներկայացնող Կիլիկիո կաթողիկոսության փաստաբանը հայտնեց, որ Գեթիից պահանջում են Հայաստանին վերադարձնել ավետարանի 8 էջը, նաև վճարել տուգանք, որի չափը կորոշվի ըստ էջերի արժեքի։ Դրանք մոտավորապես գնահատվում են 10-ից 15 միլիոն $։ Տուգանքը կլինի ընդհանուր արժեքի եռապատիկի չափով։ Գեթիի փաստաբանների կարծիքով դատական հայցը անհիմն է, քանի որ Կալիֆոռնիայի օրենքը նախատեսում է դատարան դիմել կորուստը հայտնաբերելուց 6 տարվա ընթացքում։
Դատավորը սակայն վստահ է, որ դեռ պետք է լրացուցիչ ուսումնասիրել Սուրբ գրքի էջերի գողացվելու հանգամանքները։ Ամերիկահայ ցուցարարները մատնանշում են, որ Գեթին վերջերս 10 տարվա դատական քշքշուկից հետո վերադարձրել է Իտալիային եւ Հունաստանին պատկանող 44 գողացված ցուցանմուշ, ինչու նույնը չանել հայկական ավետարանի դեպքում։ Լիլիթ Ցետրակյան, Վարդան Իսմայելյան, Առաջին լրատվական, Միացյալ Նահանգներ։ Դատարանի առաջարկած համաձայնության գալու ժամկետի ընթացքում հայկական կողմը հազիվ թե փոխի դիրքորոշումը, բայց Գեթի առաջարկով կազմվել է նաև այլընտրանքային տարբերակ, փոխհատուցման փաթեթ, որի պահանջները Գեթի թանգարանը պետք է կատարի էջերը վերադարձնելու փոխարեն։ Այդ առաջարկների կազմման ընթացքին ու նաև դատական պրոցեսին թերևս անհրաժեշտ է Մատենադարանի եւ Մշակույթի նախարարության գործուն մասնակցությունը հայկական կողմի շահն առավելագույն ամբողջական ներկայացնելու եւ պաշտպանելու համար։ 91 տարի առաջ այսօրը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրեց հայ-թուրքական կնճիռը կարգավորող իրավարար վճիռը։ Դրանով Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգների վրա ընդհանուր առմամբ 103,500 քառակուսի կիլոմետր։ Վճիռն անբեկանելի է վերջնականը եւ պարտադիր կատարման համար։ Այն չունի ժամանակային սահմանափակում եւ նրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից։ Եվ քանի որ իրավարարության հայցը ներկայացվել է ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլև դաշնակից 18 այլ երկրների կողմից, ուստի վճիռը պարտադիր է բոլոր հայցվորների համար։ Մեջբերում մեր ժամանակի հանրահայտ գիտնականներից Ջերմեյն Մքքալփինի մտքերից։ Հայերի ցեղասպանությունը ճանաչելն ու ընդունելը անիմաստ է առանց հատուցման։ Դա չի կարող արդարություն կոչվել։ Իսկ պատմական արդարությունը վերականգնելու համար հայությունը շատ կռվան չունի, բայց ունի այնպիսի զորեղը, որն է Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը։ Կատարման համար պարտադիր, իրավական տեսանկյունից անբեկանելի, իրավունքների գոյության առումով անժամանցելի։ ԱՄՆ-ի 28-րդ նախագահը ապագային ու հայության վերապրած սերունդերին է ժառանգել իրավականորեն անխոցելի մի փաստաթուղթ, պատմաբան Արա Պապյանի բառերով հայոց իրավունքների ավետարան։ Վիլսոնը եղել է նահանգների միակ նախագահը, որի աճյունն ամփոփել են Վաշինգտոնի ազգային տաճարում, եւ որի վաստակը նրա շիրիմին ծաղկեպսակ դնելով արժևորեց եւ հարգանքը մատուցեց Հայաստանի Հանրապետության նախագահը։ Դուք մտածել եք Հայաստանի տառապանքների մասին։ Դուք օժանդակեցիք հայերին այն բանից հետո, երբ նրանք տառապանքներ կրեցին։ Այժմ զորակցեք, որ նրանք այլևս երբեք չտառապեն։ Այս խոսքերով Ամերիկայի Միացյալ Նահանգների 28-րդ նախագահը դեռ 90 տարի առաջ փաստացիորեն ձևակերպում էր հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը։ Վիլսոնի իրավարար վճռին մաս են կազմում աշխարհի շատ երկրներ։ Այն պարտադիր է ստորագրած երկրների իրավահաջորդների համար, բնականաբար նաև Միացյալ Նահանգների։ Քանի կա ու գործում է ներկա աշխարհակարգը, Հայաստանի սահմանները որոշող Վիլսոնի իրավարար վճիռը լեգալ փաստաթուղթ է։ Հրաժարվել նրանից ԱՄՆ-ի եւ ոչ մի նախագահ չի կարող։ Դա նշանակում է, որ աշխարհի գերհզոր տերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգները Վիլսոնի վճիռը գործի կդնի իր համար քաղաքական ամենանպատակահարմար պահին։ Արթուր Գրիգորյան, Առաջին լրատվական։ Եվս մեկ ուշագրավ տարեթիվ Ամերիկայի մեկ այլ դեմոկրատ նախագահի հետ կապված 1963 թվականի նոյեմբերի 22-ին կատարվեց 20-րդ դարի ամենաաղմկալի ցավաբեկչություններից մեկը։ Դալասում սպանվեց նախագահ Ջոն Քենեդին։ Քենեդու անվան հետ են կապված նաև այլ նշանակալից երևույթներ ամերիկյան պատմության մեջ, նա ամենաերիտասարդ նախագահն էր, աչքեր ընկնում վճռականությամբ ու սրամտությամբ։ Քենեդին հաջողվեց թույլատնել Միացյալ Նահանգների ու նախկին Խորհրդային Միության հարաբերությունների լարվածությունը, երբ 63 թվականին երկու պետությունները ստորագրեցին միջուկային զենքի փորձարկումներն արգելող համաձայնագիրը։ Երկրում որևէ բարեփոխում անցկացնելու համար դեմոկրատ Քենեդին ստիպված է լինում հաղթահարել կոնգրեսում մեծամասնություն կազմող պահպանողական հանրապետականների դիմադրությունը։ 63 թվականին, երբ Ջոն Քենեդին տիկնոջ Ժակլին Քենեդու հետ շրջագայում էր երկրով, տեղի ունեցավ ողբերգությունը։ Սպանության դրդապատճառներն ու պատվիրատուները մինչև օրս անհայտ են։ Հետհեղափոխական Եգիպտոսում կրկին լարված ու սպասողական վիճակ է երկրի ժամանակավոր կառավարությունը վարչապետ Իսամ Շարաֆի գլխավորությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Բարձրաստիճան զինվորականների խորհուրդը մեկ անգամ արդեն մերժել է դիմումը, բայց կառավարության կաբինետը անդրդվելի է։ Բոլորը սպասում են խորհրդի վերջնական որոշմանը, իսկ մինչև այդ Եգիպտոսի բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են Կահիրեի Թահրիր հրապարակում անցկացնել միլիոնների երթ ակցիան։
Դիտորդները նկատել են, որ այդ շարժմանը հրաժարվել է մասնակցել մահմեդական եղբայրներ կուսակցությունը, որն անցած շաբաթ կրկին փողոց դուրս բերեց ժողովրդին։ Չնայած խորհրդարանական ընտրությունների մեկ շաբաթ է մնացել, եգիպտոսցիները ցանկանում են մինչև այդ օրը ստանալ զինվորականների հրաժարականը։ Մարդու իրավունքների պաշտպաններն ահազանգում են, որ ռազմական խորհուրդն իր դաժանությամբ գերազանցել է Հոսնի Մուբարակի վարչակարգին։ Մի քանի օրվա ընթացքում ոստիկանության ու բանակի հետ բախումների ժամանակ զոհվել է ավելի քան 3 տասնյակ մարդ, մոտ 2000-ն էլ վիրավորվել է, շարժման ակտիվիստները ենթարկվում են հետապնդումների, երկում զանգվածային ձերբակալություններ են։ Տաջիկստանի Կուրգան Տյուբեի շրջանային դատարանը վերանայել է օդաչուներ Վլադիմիր Սադովնիչի և Ալեքսեյ Ռուդեյնկոյի գործն ու մեղադրյալներին դատարանի դահլիճից ազատ արձակել։ Ռուսաստանի և Էստոնիայի քաղաքացիները մեղադրվում էին Տաջիկստանի սահմանը խախտելու և անօրինական սարքեր տեղափոխելու համար։ Դատարանը օդաչուներին դատապարտել էր 8.5 տարվա ազատազրկման, ինչը դարձավ ռուս-տաջիկական հարաբերությունների սրման պատճառ։ Խնդիրը կարգավորվեց գործին Ռուսաստանի նախագահի, ռուս դիվանագետների ու իրավաբանների միջամտությունից հետո միայն։ Օդաչուների վրայից մեղադրանքը չանվեց, պարզապես մեղադրող կողմը խնդրանքով 8.5 տարին նվազեցրեց 2.5-ի և քանի որ Տաջիկստանում համաներում է հայտարարված, ապա 2.5 տարին կրճատվեց ևս 2-ով։ Օդաչուները դատարանի դահլիճից ազատ արձակվեցին, որովհետև արդեն իսկ 6 ամիս կալանավորված էին։ Օդաչուների ազատ արձակումից գոհ են հատկապես Ռուսաստան աշխատանքի մեկնողները։ Ռուսական կողմը դատավճիռը համարել էր անարդարացի և պատասխանել էր տաջիկ անօրինական աշխատուժին Ռուսաստանից վտարելով։ Տնտեսական ու առևտրային ինչ ներուժ ու հեռանկարներ ունի Եվրասիական տնտեսական գոտին, Ղազախստան, Ռուսաստան, Բելարուս տնտեսական հարաբերությունների նոր ձևաչափի, ինչպես նաև ներհայաստանյան քաղաքական իրադարձությունների մասին իր մտորումները կներկայացնի Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։ Առաջին հարցազրույցը դիտեք այսօր 22:30-ին։ Փոքր բիզնեսի մեծ քայլերը քաղաքական խոչընդոտների պայմաններում 50 թուրք գործարարներ Երևանում հայ գործընկերների հետ փորձում են փոխգործակցության եզրեր գտնել արդյունաբերության, շինարարության և առևտրի ոլորտներում։ Ամենագլխավոր խոչընդոտն իհարկե փակ սահմանն է։ Փաստը գիտակցում են նաև թուրք գործարարները, որոնք խոստովանում են, որ չեն կարողանում բիզնես լոբինգ իրականացնել պաշտոնական Անկարայի վրա։ Բայց սահմանն իհարկե կկրճատի տարածությունն ու ժամանակը, ընդամենը 5 ժամում հնարավոր կլինի հայկական ապրանքները հասցնել Կարս, Էրզրում և Վան։ Հայ-թուրքական փակ սահմանի պարագայում անգամ տնտեսական գործակցության զարգացման փորձերը կարևորում են և հայ և թուրք գործարարները։ Հայ-թուրքական գործարար կապերի ակտիվությամբ փորձ է արվում ամրապնդել եղած տնտեսական կապերը, լոբինգ անել, որ հայկական արտադրանքի թեկուզ որոշակի տեսականի պաշտոնապես ներկայացվի Թուրքիայի շուկայում։ Փորձում ենք մեր այս հարաբերությունների զարգացմամբ ցույց տալ Թուրքիայի կառավարությանը, որ փակ սահմանների և էմբարգոյի դեպքում էլ տնտեսությունները իրար հետ համագործակցում են և սխալ է տարիներ շարունակ Հայաստանից ընկնելու այդ քաղաքականությունը, ժամանակն է իրենք իրենց շահը հասկանան, գերակայեն և անկանխակալ մոտենան Հայաստանին, առանց երրորդ երկրների շահը փայփայելու կամ հաշվի առնելու։ Արսեն Ղազարյանը վստահեցնում է, որ հայկական արտադրության 14 անուն ապրանքատեսակները մրցունակ են համաշխարհային շուկայում։ Արտադրված է Հայաստանում ապրանքանիշի վարկը բարձր կլինի նաև թուրքական շուկայում, իսկ սահմանների բացման պարագայում գործակցության շրջանակն ու հնարավորությունները շատ ավելի լուրջ հեռանկարներ կարող են ունենալ։ Ամենակարևորը, եթե սահմանները բացվում են, մենք կարողանում ենք ավելի լուրջ տարածաշրջանային ծրագրերի մասնակից լինել եւ համատեղ լուրջ ձեռնարկներ անել, որը երկու ստեկ, երկու շուկաներին, երկու տնտեսությունների համար կարևոր է։ Հայաստան-Թուրքիա փակ սահմանի արդյունքում տուժում են նաև գործարար կապերը, հատկապես սահմանային քաղաքների համար։ Հայ-թուրքական գործարար խորհրդի համահիմնադիրը պարզաբանում է, որ եթե Ստամբուլից հնարավոր է Հայաստան գալ ինքնաթիռով, ապա Վանից, Մուշից, Կարսից Երևան հասնելու համար հարկավոր է ավելի քան 12 ժամ, ինչը տնտեսական գործակցություն ծավալելու համար լուրջ խոչընդոտ է։ Հայ-թուրքական գործարար հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ է նպաստել առևտրաարդյունաբերական կապերի զարգացմանը կոնկրետ քաղաքական տեսանկյունից։ Պետք է այդ առումով ինչ-որ քայլեր ձեռնարկվեն։ Երկու երկրների միջև գործարար կապերի բացակայությունից տուժում են առաջին հերթին սահմանային քաղաքները, եւ որպեսզի դրանք զարգանան, պետք է սահմանները բացվեն։ Նոյան Սոյակը խոստովանում է, որ թուրք գործարարները չեն կարող մեծապես ազդել քաղաքական գործոնի վրա, որովհետև հայ-թուրքական գործարար ոլորտը ներառում է մանր ու միջին բիզնեսը, եւ քաղաքական գործոնը վնասում է երկու երկրների միջև խոշոր բիզնեսի զարգացմանը։
Հայաստանյան շուկա Թուրքիայի արտահանումը կազմում է $300 միլիոն, դեպի Ռուսաստան $8 միլիարդ։ Այս թվերը խոսում են այն մասին, որ փակ սահմանները խոչընդոտ են լայնածավալ գործակցությանը, ինչը անթաքույց մտահոգում է հենց թուրք գործարարներին։ Լիանա Կարապետյան, Արմեն Անդրեասյան, Առաջին լրատվական։ Լրագրող, հեռուստամեկնաբան եւ երաժիշտ Լիլիթ Բլեյանն այսօր ներկայացրել է իր նոր ձայնասկավառակը։ Սպասող գնացքներ, տրամադրություն, հին հետքերով, ընդհանուր առմամբ բոլոր 8 երկերի խոսքերի ու երաժշտության հեղինակը հենց կատարողն է Լիլիթ Բլեյանը։ Գործիքավորման հեղինակը կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանն է։ Ձայնասկավառակի շնորհանդեսի մասնակիցները, հեղինակային երգի կատարողներ ու սիրահարներ ողջունել են Լիլիթի մուտքը։ Նոր ու բազմաթիվ ունկնդիրներ գտնելու մաղթանքներ հղել նրան։ Իմ ունկնդիրները բոլոր նրանք են, ովքեր հետաքրքրություն կցուցաբերեն, ես էլ շատ կուզեմ իմանալ, թե ովքեր են իմ ունկնդիրները։ Ու երևի ես սկավառակի թողարկման նպատակներից մեկն էլ պարզել, թե ովքեր կարող են եւ կուզեն լսել երգերը, որ ես եմ գրում։ Շատ ճաշակով երգեր են։ Ճաշակով երգերը բացակայում են այսօր։ Առաջին երեկոյանի եթերը կլինի ֆուտբոլային չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կկայանա 8 հանդիպում 23:45-ին։ Առաջին ալիքը ձեր ուշադրությանը կներկայացնի Manchester United Benfica հանդիպումը, նույն ժամին շողակաթով կհեռարձակվի Napoli Manchester City խաղը։ Այսքանը մեր լրազամբյուղն սպառվեց, ձեզ հետ Աբրահամ Գասպարյանն էր, հաճելի հեռուստաժամանց եմ աղթում առաջին եթեր։